Առաջինը, որ մենք անդրադառնանք միտումներին, հատկապես վերջին շրջանում մի շարք կարևոր իրադարձությունների հետ կապված, դա Հոլանդիայից էր, Թուրքիա, այնուհետև Գյուլիայից Իտալիա, հետո Մերկել-Էրդողան հանդիպումը եւ որոշակի բարձրաձայնումներ, որ բարձր մակարդակով հնչեցին։ Վերջերս բավական մեծ շրջանառվում է Մերկել եւ Էրդողան հանդիպման ընթացքում հայոց ցեղասպանության հետ կապված Մերկելի դիտողությունը, այսպես ասենք, եւ որոշակի ուղերձներ Էրդողանին, ես փոքր-ինչ վերապահումներով կմոտենամ հյուրիեթի այդ հրապարակմանը, քանի որ հենց բուն սկզբնաղբյուրը հանդիսանում է հյուրիեթ թուրքական պարբերականը, եւ երբ Էրդողանը Գերմանիայում էր, թուրքական մամուլը բավական լայնընդգրկուն լուսաբանում էր նրա այցը։ Այցի սկզբից մինչև այցի ավարտ բավական ինտենսիվ բազմակողմ ֆորմատով լուսաբանվում էր։ Նույնիսկ համատեղ մամուլի ասուլիսները Էրդողանի ցանկացած հայտարարություն, Էրդողանի այցեր եւ մի որոշ ժամանակ անց ուղղակի պարզվում է, որ հյուրիեթը սեփական աղբյուրների ունեցած տեղեկություններով հրապարակում է Մերկել-Էրդողան այդ զրույցը։ Թե ինչ ֆորմատով է կայացել այդ զրույցը, հայտնի չէ, մամուլի ասուլիսի ժամանակ, երկկողմ զրույցի ժամանակ։ Սա ուղղակի մի փոքր վերապահում նշված հրապարակման հետ կապված։ Եվ եթե մենք ընդունենք, որ իրականում Մերկել-Էրդողան զրույցի ժամանակ շրջանառվել է այն, ինչը մենք արդեն գիտենք, եւ սրան զուգակցենք նաեւ Հոլանդի այցը Թուրքիա եւ Հոլանդի բարձրաձայնումը ցեղասպանության հետ կապված։ Սրանք միտումներ են, որ որոշակիորեն առնչվում են նաեւ 2015 թվականին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցը ուղղակիորեն զուգորդվում է նաեւ առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի հետ եւ Եվրոպան ուղղակիորեն առնչվել է այդ իրադարձություններին, նաեւ ավելի մեծ հնչեղություն է ստանում եւ պատահական չէ, որ բարձրաձայնումների մեջ նաեւ շեշտվում է հենց 100-ամյա, նաեւ առաջին աշխարհամարտ եւ հայոց ցեղասպանություն, այսինքն որոշակիորեն փոխկապակցված են։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե վերցնենք Հոլանդի, Մերկելի նման մոտեցումները, նման դիրքորոշումը, բարձրաձայնումները, սա ընդհանուր մի միտում է, որը կարծում եմ Եվրոպայի դիրքորոշում, Եվրոպայի վերաբերմունքն է Թուրքիայի հանդեպ, հատկապես վերջին շրջանում, ինչով է սա պայմանավորված։ Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականությունը, ներքաղաքական գործընթացները, նաև արտաքին քաղաքականության մասով, եւ ինչ առավել կարևոր է եւ Եվրոպայի համար ավելի ակնառու է դառնում, սա Էրդողանի կառավարման գնացող, ահագնացող ավտորիտար բնույթն է, որը արդեն Եվրոպայի համար որոշակի խնդիրներ է առաջացնում եւ այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ նման բարձրաձայնումները եւ Թուրքիայի համար ցավոտ այդ խնդիրները երբ ի հայտ են բերվում, սա Եվրոպայի դիրքորոշման հետ պետք է փոխկապակցել նաեւ վերջին շրջանի։ Եվ որքան 2015 թվականին մենք մոտենանք, այնքան որոշակի գործընթացներ կսկսվեն, ինչպես Թուրքիայի կողմից, այնպես նաև միջազգային հանրության կողմից։ Թե ինչ միտումներ կլինեն, ինչպիսի կոնկրետ զարգացումներ դժվար է ասել, բայց գործընթացների մենք ականատես կլինենք։ Քաղաքականացված գիտեք ինչ, վերաբերում է երևի, որ տարբեր երկրներ ուղղորդվում են իրենց քաղաքական, իրենց պետական շահերով եւ սա անկալելի է եւ սա մենք պետք է գիտակցենք։ Եվ չենք կարող մենք կոնկրետ շահային սուբյեկտը կամ շահային ատրիբուտը առանձնացնել եւ սա տեղափոխել զուտ մեզ համար ընկալելի հարթություն, մեզ համար ցանկալի հարթություն։ Իհարկե գործում է այստեղ պետությունների շահը, այլ բան է, որ նշյալ պետությունների շահերը համընկնեն այն իրական գործընթացի հետ, որը մենք ակնկալում ենք։ Եվ քաղաքականացնել ասելով երևի սա է նկատի ունեն եւ սա է շատ շրջանառվում։ Օրինակ Ասադի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր, սակայն կարծում եմ, որ ցանկացած նման հայտարարությունից հետո, երբ պետության ղեկավարները նման հայտարարություն են անում, դրան պետք է հետևի հստակ կոնկրետ գործողություններ։ Տվյալ պարագայում դա ուղղակի դառնում է քաղաքական հերթական հայտարարություն, որ խոսում է տվյալ պետության քաղաքական շահերի տեսանկյունից։ Մեր մոտեցումները 2015 թվականին ընդառաջ թե Սփյուռքի կողմից, թե Հայաստանի կողմից տարվող այն բազմակողմ աշխատանքները պետք է լինեն, որ իրականացում են եւ ավելի ինտենսիվ բնույթ ստանան, ավելի լայնընդգրկուն լինեն, որի ուղղությամբ կարծում եմ արդեն իսկ Սփյուռքը
իր հերթին Հայաստանի Հանրապետությունը իր հերթին բավական լուրջ աշխատանքներ են իրականացնում